դասագրքերը երեխաներ։ H47 բոլորը բացում են դասագրքերը։ Երեխաներ, այսօր մենք շարունակում ենք ուսուցանել ժողովրդական պարը, մեր դասի թեման է ժողովրդական պարը եւ ժողովրդական պարը երաժշտության մեջ, թե ինչ կապ ունեն երաժշտությունը եւ պարարվեստը որպես արվեստի տեսակներ։ Մենք այսօրվա դասին պետք է ծանոթանանք ժողովրդական պարերի հետ, ծանոթանանք Կոմիտասի երանգի մանրանկարի հետ, մի քանի այլ մշակումներ կլսենք ժողովրդական պարերի, այնուհետև սովորելու ենք հարսանեկան պարերք։ Հարսանեկան պարերքն է մոկած հարսները։ Նպատակն է զարգացնել ձեզ մոտ պատկերացումներ ժողովրդական պարի վերաբերյալ, կարողանալ հասկանալ պարը, կարողանալ տարբերել պարի տեսակները եւ փոխկապվածությունը երաժշտության եւ պարարվեստի միջեւ։ Իսկ դասի ավարտին արդեն դուք պետք է վերլուծեք, թե մենք ինչ պարեր ընկնվեցինք, երաժշտությունը ինչ տեսակներ ունեցավ եւ դասի ավարտին մենք պետք է կարողանանք վերլուծել պարերի փոխկապվածությունը մեկը մյուսի հետ։ Դուք պիտի ճանաչեք մեր ժողովրդական արվեստը, դառնաք նրա կրողը եւ փոխանցողը սերունդներ, հետո դուք ինքներդ պիտի կարողանաք դառնալ այս արվեստի կրողը եւ փոխանցողը եւ սեր ու հետաքրքրություն ունենանք հայկական ժողովրդական արվեստի հետ։ Ուրեմն ինչ կապ ունի երաժշտությունը եւ պարարվեստը։ Երեխաներ, եկեք գուս մեթոդի միջոցով գրի առնենք, թե մենք ինչ գիտենք պարարվեստ բաժնի մասին, ինչ ենք ուզում իմանալ այս թեմայի շուրջ, իսկ դասի ավարտին կամ փոխենք տեսնենք ինչ սովորեցինք դասի ընթացքում։ Ով կգա գրատախտակի մոտ։ Լյուդմիլա, խնդրեմ, ես քեզ կօգնեմ հիմա։ Ինչ գիտես Լյուդմիլա պարարվեստի մասին։ Ժողովրդական պարը ստեղծել է ժողովուրդը, ճիշտ է, ինչպես է ժողովուրդը ստեղծում պարը։ Գրի խնդրում եմ։ Նրանք ինչ են անում։ Նրանք ստեղծում են սերնդեսերուն փոխանցել իմանում են եւ շատ ապրես։ Միլան նշել ժողովուրդն է ստեղծել պարարվեստը, սերնդեսերուն փոխանցվել են։ Իսկ երաժշտությունն ու պարարվեստը ինչ է։ Ինչ են Սուրեն։ Արվեստի տեսակ։ Կեցես, արվեստի տեսակ է, խնդրում եմ գրի։ Իսկ ինչ եք ուզում իմանալ այս դասի ընթացքում, Արտյոմ։ Կուզենայի իմանալ, թե ովքեր են մշակել ժողովրդական երգերը։ Շատ լավ։ Հիմա կուզենայինք իմանալ բաժնում, խնդրում եմ թաքցրու եւ նշի, թե ինչ կուզեինք իմանալ։ Ահա։ Իմանալ եւ դասի վերջում եւ սովորեցի։ Գիտենք, որ ժողովրդական երաժշտությունը ստեղծվել է ժողովրդի կողմից, ուզում ենք իմանալ, նշեցինք, թե ովքեր են մշակել եւ ինչ տեսակներ ունի պարարվեստը եւ դասի ավարտին սովորեցի բաժնում կգրենք ինչ սովորեցինք։ Իսկ երեխաներ կան ձեր մեջ այնպիսի, ովքեր տիրապետում են ժողովրդական պարին, ունենք պարող երեխաներ, ովքեր կկարողանան որևէ պար ցույց տալ, ապա ով կուզի Արթուր եւ Տիգրան, խնդրեմ, եկեք այստեղ։ Հիմա կընտրենք մի պար, միասին, ինչ պար եք պարելու։ Շատ ապրել, բավական է, բավական է, ուրեմն երեխաներ, յուրաքանչյուր ազգի պահպանման ամենակարևոր գրավականը մշակույթի ժառանգման և փոխանցման մեխանիզմն է։ Դուք ձեր առջև տեսնում եք գրատախտակին ժողովրդական պարը և թե ինչ տեսակներ ունի։ Տեսեք, մենք ուզում եմ
իմանալ բաժնում միասին քննարկեցին եւ ցանկություն հայտնեցին ճանաչելու, չէ՞, ինչ են ուզում իմանալ ժողովրդական բարի տեսակների մասին։ Ապա եկեք հասկանանք, որոնք են ժողովրդական բարի տեսակները, եկեք թվարկենք։ Քաղաքաբար, մասնաբար, խմբաբար, ներաբար, ազգագրական, յախուշկա, քոչարի, ռազմական, բարեր, միաբական։ Ինչ է կարծում, սրանք համընդհանուր բարի տեսակներ են, թե հայ ժողովրդական բարի տեսակներ են։ Հայ ժողովրդական, ճիշտ եք երեխաներ։ Հայ ժողովրդական երգարվեստը շատ վաղնջական ժամանակներից է ի հայտ եկել։ Դուք տեսնում եք ժամանակակից մեր կատարողներից մեկի տեսանկյունությունը այստեղ, դուք պետք է իմանաք երեխաներ, որ եթե չլինեք ավանդության կրողը, մեր նախնիների, մեր պապերի երաժշտության կրողը, մենք չենք կարողանա ունենալ ապագա։ Ահա տեսնում եք ժողովրդական բարի մեր տեսակները, խմբապար է, տեսնում եք շուրջբար են բարում եւ կարող եք ասել այստեղ մենապար կա։ Որովհետև խմբապար է այստեղ շատ լավ ճիշտ է։ Ուրեմն Կոմիտաս, հասանք Կոմիտասին, ով է Կոմիտասը։ Կոմիտասը կոմպոզիտոր, ինչ է ասել ճիշտ է Սուրեն ապրես, ինչ է ասել Կոմիտասը պարերի մասին, ով է ծանոթ դուք հագրել Կոմիտասը։ Հայ դեղջուկ պարը դա գիծ զարթնեցնող շարժումներ չունի և մեր զգացմունքները արտահայտում են ոչ թե մեղքի, մոլի և կատաղի լավուրիչ, այլ բարերքերի միջոցով։ Բարերքերի սովորական բովանդակությունն է կարոտ և բով, ծաղն և զավեր, սիրաշուրջ, բնական գողտի հարմարություններով համեմատված։ Շատ ապրես լուսնիվա, Կոմիտասը նստի, Կոմիտասը այն մեծագույն կոմպոզիտորն է, ով հավաքագրել է և հսկայական աշխատանք է կատարել ժողարվեստի զարգացման գործում, նա հավաքագրել է երաժշտության նմուշներ, որոնք մշակել է և դարձրել է համամարտկային և համազգային արժեք։ Այսօր մենք Կոմիտասի երանգի մանրանվագը, կխնդրեմ երեխաներ լուր ունկնդրել, քանի որ դարձի երաժշտության ավարտի պիտի կարողանանք, կարող եք ձեզ մոտ նշումներ արեք, թե ինչ տրամադրություն ձեր մեջ առաջացավ, որպեսզի հետո վերլուծենք երաժշտության բնույթը։ Մշակվել է այլ կոմպոզիտորների կողմից։ Այսօր մենք կընկնդրենք Արնո Բաբաջանյանի և Խաչատուր Ավետիսյանի մշակումները։ Նրանք տարբերվում են այս կատարումից։ Պետք է կարողանանք վերլուծել, որքանով են տարբեր, որն է նմանությունը, որը տարբերությունը։ Ապա ինչ երաժշտական նվագարան եք լսում հիմա։ Դաշնամուր ճիշտ է, շատ լավ։ Շարունակում ենք։ Հիմա ուշադրություն, ունկնդրենք մեկ այլ տարբերակ այս երանգի երաժշտության, փորձենք սա առանձնահատկությունները հասկանալ։ Արդեն նկատեցիք տարբերություն։ Ինչ տարբերություն կա, այստեղ ովքեր են կատարում։ Սա ինչպիսի նվագախումբ է։ Էմիլի։ Ճիշտ է ասում։ Ապա տեսնեմ, ճիշտ է ասում Էմիլի, սա սիմֆոնիկ նվագախումբ է։ Ոչ, սիմֆոնիկ նվագախումբ չէ, ինչ տարբերություն։ Ինչ նվագախումբ է սա։ Ժողովրդական երեխաներ, ժողովրդական նվագարանների նվագախումբ է։ Ժողովրդական նվագարանները և նվագախումբը նստիր են լինում են 3 տեսակի՝ լարային, փողային և հիմա կարող ենք դիտել ժողովրդական նվագարանները, տեսնում եք գործիքները երեխաներ, Քամանչան, Քամանին, Քարը, սրանք մեր ազգային ժողովրդական երաժշտական գործիքներն են։ Իսկ ահա այստեղ ինչպիսի նվագախումբ է։
տարբերեցինք սիմֆոնիկ նվագախմբի ուրեմն մենք երեխաներ այսօր ունկնդրեցինք, տեսնում եք, սիմֆոնիկ նվագախումբ և ժողովրդական նվագախմբեր։ Ունկնդրենք նաև Արնո Բաբաջանյանի Երանգի պարի մշակումը, որը կոչվում է Վաղարշաբաթի պար։ Բաբաջանյանը գրել Վաղարշաբաթի պարը։ Շատ լավ։ Մենք հիմա կկատարենք մի մեթոդ, դկան գմարքի մեթոդով, կգրենք այս պարի առանձնահատկությունները։ Ովքեր էին գրել երեխաներ, մշակել Երանգի պարը։ Կոմիտասը, ճիշտ է։ Էլով։ Խաչատուր Ավետիսյանը։ Ճիշտ է։ Հայ, կարի գրի, Խաչատուր Ավետիսյանը։ Խաչատուր Ավետիսյանը ինչպես էր անվանել այս պարը։ Վաղարշաբաթի պար։ Գրում ենք Խաչատուր Ավետիսյան, Վաղարշաբաթի պարը ներքևում։ Էլով է մշակել Արիստե Կարծուվի։ Արնո Բաբաջանյանը։ Արնո Բաբաջանյանը ճիշտ է։ Էլով է մշակել Դավիթ։ Կոմիտասը որ գործիքի համար էր մշակել։ Ճիշտ է։ Դու էլ արի դաշնամուրը գրի։ Ինչ գիտենք երեխաներ Արնո Բաբաջանյանի մասին, ապա տեսնեմ ձերքերով էր Արնո Բաբաջանյանը։ Ով էր Արնո Բաբաջանյանը, դուք տեսնում եք լուսանկարը, ահա, Կոմիտաս, Արնո Բաբաջանյան, Խաչատուր Ավետիսյան։ Արնո Բաբաջանյանը ինչպես էր անվանել պարը։ Ինա, ահա, Կոմիտասը ինչպես էր անվանել։ Ինա ջան, խնդրում եմ մոտեցի լրացրու։ Երանի և Վաղարշաբաթի պար։ Ուրեմն խոսեցին Արնո Բաբաջանյանի մասին։ Ով է երեխաներ Արնո Բաբաջանյանը, ինչ գիտենք Արնո Բաբաջանյանի Արնո մասին։ Բաբաջանյանը կոմպոզիտոր է, որը ծնվել է 1921 թվականին, տաղանդը նաև նկատել է Արամ Խաչատրյանը։ Շատ ապր։ Արնո Բաբաջանյանը հանճարեղ կոմպոզիտոր է երեխաներ, նրա վաստակը, նրա ավանդը հայ դաշնամուրային արվեստի մեջ, ինչպես նաև ժողովրդական արվեստի մեջ հսկայական։ Մենք այսօր սովորեցինք, իմացանք, ծանոթացանք, որ Վաղարշաբաթի պարը ուներ այլ մեկնաբանումներ, 3 կոմպոզիտորներ մշակել էին ժողովրդական Երանգի պարը, որ պարներ, այստեղ նշում ենք, որ սա նազանքով պար էր, ճիշտ է։ Նազանքով պար։ Իսկ այսօր մենք կսովորենք հարսանեկան պարեր։ Այսօր մենք պետք է ուսուցանենք մոկած հարցներ հարսանեկան պարերը։ Դուք տեսաք, երբ որ մենք այստեղ անդրադարձանք ժողովրդական պարի տեսակներին, ասեցինք, չէ, որ լինում են պարերքեր, կատակերքեր, ծիսական երգեր ժողովրդական բաժիններում։ Այսօր կսովորենք, բացում ենք դասագրքերը, H51 ժողովրդական հարցներ, հարալով, հարալով, ոսկեթելով, ուսնած հարցներ, հարալով, հարալով, աղջիկներ ինչ շատ ուգյան են, ապրես, Մարիա, հարալով, երթեն ասես, ասպուսին, հարալով, աղջիկների նազանքով տղաները, աղջիկների նազանքը, իսկ հիմա եկավ ամփոփման ժամը, դասի ամփոփման բաժնում մենք պիտի իմի բերենք մեր մեթոդը եւ հասկանանք ինչ էինք սովորել, ինչ գիտեինք, ինչ բարձեցինք իմացանք
Եվ ինչ էինք ուզում, արդյոք մենք ինչ ուզում էինք իմանալ կարողացանք պարզել, արդյոք կարողացանք պարզել, ինչի հետ ծանոթացանք այսօր, ով կասի, էլ ինչ է, Ալիվիլա, Ծանոթացանք Կոմիտասի երենի ժողովրդական երկին, Մանյանվաջի, Խաչատուր Ավետիսյանին, Արնո Բաբաջանյանին, որոնք գրել էին Վաղաշաբաթ պարը։ Երբ որ ուզում էինք իմանալ, ովքեր են մշակել ժողովրդական պարերը, լավ? Արնո Բաբաջանյանը, Կոմիտասը և Խաչատուր Ավետիսյանը, շատ լավ։ Ինչ սովորեցինք մենք այսօրվա դասին, ով կասի, ինչ սովորեցինք այսօրվա դասին։ Ժողովրդական նվագարանները ձեզ ծանոթ են, իմացանք ժողովրդական նվագարաններ խնդրեմ նշեին, որոնք են։ Ժողովրդական ինչ գործիքներ գիտենք։ Դերքեր, ինչ գործիքներ գիտենք։ Արյանա։ Օրինակ, դուք ճիշտ եք։ Շատ ապրեք, շատ լավ երեխաներ։ Ահա, հասկացանք, որ ինչ հասկացար այսօրվա դասից Սուրեն։ Հասկացա թե ինչ բարեր են ժողովրդական Բարերը, ինչ բարեր կա ժողովրդական բարերի մեջ։ Յարմուշ, շեշտես։ Յարմուշտան կատակ բարեր, Ահա, բարերք է։ բարերքեր, Էլ ուրիշ ինչ բարեր։ Մանկական բարեր, ճիշտ է։ Ահա, ինչպես կկիրառեմ այս ժողովրդական, մենք կարող ենք կիրառել ժողովրդական արվեստ, ինչպես։ Բարային շարժումների միջոցով կեցես Սուրեն, շատ լավ, իսկ հիմա երաժշտական ժամանց։ Ես զինվորական։ Ճիշտ է, զինվորականը։ Դավիթ։ Քոչարին քայլերք է։ Քայլերք է Քոչարին, ճիշտ է ասում։ Ոչ, քայլերքի տեսակներից եք որն Ես Հայ։ Սպորտային քայլերք, ճիշտ է։ Էլով կարող է ասել։ Մարիա, ասա, ցույց տուր։ Ահա, ո՞րն է սպորտ քայլեր, ո՞ր քայլերքը ցույց տվեց Մարիա։ Զինվորական քայլերքը, շատ լավ։ Սպորտային, ահա։ Դպրոցական քայլեր, կարող են փորձել հիմա puzzle-ը կհավաքեն։ Պարը, մանկական, Քոչարի, տոնական պար, շատ լավ երեխաներ, ապա։ Ով կարող է գաղտնատեսել քայլերքերը, ճիշտ է, Արտո մոտեցիր, նշիր քայլերքի տեսակները, որոնք են քայլերքի տեսակները։ Ինչ ասացինք։ Քայլերքը որն է։ Զինվորական, խնդրեմ, արի նշի։ Մոտեցի նշի։ Զինվորական։ Շատ ապրես։ Ուշադիր նայիր։ Եվ դա փոխեցինք։ Ոչինչ։ Որն է մյուս քայլերքի տեսակը երեխաներ։ Գամիլա, մանկական, շատ ապրես, Արտո, նշի նստի։ Puzzle-ը սկսում է բացվել։ Պարը։ Ինչ բարի տեսակներ ունենք, ով կարող է գալ, Արի Վիկտորիա։ Նշի, քո իմացած բարի տեսակները, տեսնենք։ Ինչ է ստացվել, որոնք է բարի։ Քոչարի, պարը, ահա, պարը, դասական պար, ահա, այն որ պարը գիտենք, Յարմուշտան ևս պար է, տոնական, շատ լավ, Քոչարին պար է երեխաներ, Օքսը։ ուշադիր, տոնականը պար է, փորձի, որևէ խնդիր չկա հիմա, կփորձեք կհասկանանք, ոչ, տոնականը ստացվում է պար չէ, այստեղ ինչ տարբերակներ ունենք, օրերոցային կարող է լինել պար, ոչ, Քոչարի ևս մեկ տարբերակ, դասական է փորձենք, ստացվեց փաստորեն, բավական է, ով կգա երբ բաժինը գրացնի Սուրեն, ինչպիսի երկը տեսակներ ունի,
Օրինակ, ինչպիսի տեսակներ ունի երգը։ Խմբերքը ևս ժողովրդական, օրորոցային, ստոպ, այդ ինչ պիտի անի։ Եվ զինվորական արդյունքում մնացա ժողովրդական պար։ Եվ այսպես երեխաներ, ամփոփելով մեր այսօրվա երաժշտության դասը, մենք իմացանք, որ ժողովրդական պարարվեստը սերտ կապված է ժողովրդական երաժշտության հետ։ Մենք համեմատեցինք երանգի մանրանվագի մշակումները եւ հասկացանք, որ կային դաշնամուրային մշակումներ, կար սիմֆոնիկ նվագախմբի մշակում եւ կար ինչպիսի նվագախմբի մշակում ժողովրդական նվագարաններ։ Անկեղծորեն ասեք, ձեզ որ տարբերակը դուր եկավ։ Որ տարբերակը ձեզ դուր եկավ։ Ժողովրդական ես ասում Մարիա։ Ժողովրդական, ելում որ տարբեր հայքես որ։ Ինչ հասկացանք ապրես հայք այսօրվա դասից, ինչ հասկացանք, Արտյոմ, ինչ տպավորություն ստացար դասից։ Մենք հասկացանք, որ ժողովրդական պարերը դրանք այն պարերն են, որոնք շրջապել են ժողովուրդը եւ սերնդը Ահա, դեր սովորեցի բաժնում այի, որ մենք կարողացանք նաև վերլուծել ժողովրդական պարերը։ Շատ լավ երեխաներ, այսօր այսքանը մեր դասը ավարտվեց։